Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Հանրային ոլորտի աշխատանքի որակն ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ոլորտի կառավարումը որակյալ դարձնելու համար կա գործիք, այն էլ լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում։ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, որքան ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Հետևաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունը մեր ամենակարևոր անելիքներից է։ Հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետեւ մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրեր։ Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետևաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։ Ես ելի ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության ոչ մի բացարձակապես ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում եւ չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում, մենք Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկը այդ քաղաքացում վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել, տասնապատիկ անգամ ավել։ Եվ սա ընդ որում ճշգրիտ բանաձև է, եթե քաղաքացին վճարում է մի դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ։ Եվ անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը, ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ։ Նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալ։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում
այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով Օմանում է, Մասկատում տեղի ունեցել Հայաստանի եւ Օմանի արտգործնախարարների հանդիպումը, շատ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Մասկատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաեւ արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է մնալ կարևորագույն։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտություններին, ասել է Կալասը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա նաև ընդգծել է, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։ Շարունակենք, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացման մասին է խոսել նախարարը։ Լրագրողների հետ զրույցում Ժաննա Անդրեասյանն ասել է, որ հանդիպել է աշխատակիցների հետ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության ճակատագրի հետ կապված։ Նշեն, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է եւ աշխատակիցները նամակով դիմել էին նախարարին եւ հոգաբարձուների խորհրդին հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։ Նախարարն ասել է, որ աշխատակիցների հետ խոսել են խնդիրների մասին, այդ թվում շինարարական հարցերի հետ կապված։ Ինչ վերաբերում է Էդիտա Գզոյանին, նախարարն ասել է, որ գնահատում է որպես գիտնական նրա գործունեությունը, կարծում է իրենց համագործակցությունը սպառված չէ, բայց կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն։ Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, ասել է նա։ Իսկ արդյոք աշխատակիցների հետ քննարկվել է Արցախի բաժնի ճակատագիրը, նախարարը փակագծեր չի բացել։ Ես Տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում ցեղասպանության թանգարան ինստիտուտում, եւ այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չի, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում արկա խնդիրները պետք է լուծվեն անկախ նրանից, թե որ մենք եք մեջբերում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա գիրք է նվիրել, չպետք է այդ գիրքը նվիրել, որովհետեւ դա սադրիչ գործողություն է, քանի մեր արտաքին քաղաքականությանը չի վերջացնում հարցը։ Փաշինյանը ասում է, որ դա սադրիչ գործողություն է եղել Գզրյանի կողմից, որը հանդիսանում է տնօրեն, ճիշտ է, հետևաբար կառավարման խնդիր է, ճիշտ է, եթե դուք մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությունը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին եւ ընդհանրապես ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։ Նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեությանը վերաբերող եւ իմ պատասխանը եղել է նույնը, որ իրենք վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրենց գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում։ Արդյոք Սփյուռքին հանձնարարել են Արցախի հետ կապված որևէ թեմա չբարձրացնել, ակցիաներ չանել, քանի որ վարչապետը հայտարարել էր, որ դա ռիսկային է պատերազմ հրահրելու առումով եւ համահունչ չէ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։ Լրագրողների հարցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը բացասական պատասխան է տվել։ Ավելին Զարեհ Սինանյանն ասել է, որ վարչապետը լինելով իր անմիջական ղեկավարը անգամ իրենց նման ցուցում չի տվել։ Սինանյանը նաեւ անդրադարձել է երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե չի հանգստանա մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնի, եւ եթե ինքը գա իշխանության, բոլորը պատասխան են տալու։ Միակ պատճառը, որ նա նման հայտարարություններ է անում, նա է, որ ինքը պատասխան չի տվել իր արածների համար եւ որի համար է շատ ցավում եմ, որտեղ պատասխան տված լիներ, տենց բաներ չէր ասի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը
աշխարհի ամենաաղքատ, ամենահետամնաց երկրի վերածելու համար։ Նրա համար, որ ինքը հարստացավ, իսկ երկիրը դարձավ թշվառների երկիր, անպաշտպան ունակ։ Այդ ամենի համար, այն ամենի համար, որ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղի այդ 20 թվականի, 23 թվականի, այդ ամենի համար։ 23 Քոչարյանը մեղավոր։ Իհարկե, բայց ոչ միայն նա, բոլորը հերթով մեղավոր են, բոլորը իրենց դերն են խաղացել։ Իշխանությունն էլ այդ թվում կայացնելու, լավ, դուք գիտեք ինչ եմ ասում, պետություն կայացնելու գործընթացը ձախողել են, իրենք ձախողել են։ 94 թվականի բացարձակ։ Այսօր վերջին տարիների ընթացքում վերջապես պետությունը կայանում է, այսինքն սկսում են կայանալ համակարգեր, առանց որի պետություն չկա, պետության ֆասադ կա, մի բան, որը կար մինչև 18 թվական։ Եթե դու չես զարգացնում տնտեսությունը, եթե դու ունես ես ավիրում երկիրը, որ մարդիկ միլիոնից ավել մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համակարգը իջնում է պլինդուզից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք ո՞նց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկել ամբողջ վիճակը։ Չի ստացվել։ 32 տարիների ընթացքում, որ ես Հայաստանում չեմ եղել, եւ այո, այնտեղ կրթություն եմ մեծացել եմ, կրթություն եմ ստացել, հետո աշխատել եմ, հետո այնտեղ նաեւ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել։ Այդ ընթացքում ես ի տարբերություն շատ եւ շատ հայերի, ամառներս հաճախ անցկացրել եմ Հայաստանում։ Ես 93 թվականին դեռ առաջի պատերազմի ժամանակ եկել եմ Հայաստանում եմ աշխատել, որովհետեւ իմ ժողովրդի հետ լինեմ։ 95 թվականին եկել եմ եւ կամավորական սկզբունքներով աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, Ժիրայր Լիպարդյանի օգնական եմ եղել։ Դրանից հետո 97 թվականին եմ եկել, ժամանակ եմ անցկացրել, դրանից հետո միշտ ակտիվ եմ եղել, կապված եմ եղել Հայաստանի հետ միշտ, այսինքն եթե դες թվում որ չեմ եղել, դա նշանակում է որ չեմ տեսել թե ինչա տեղ ունեմ, չեմ տեսել թե աշկիս առաջ ոնց է երկիրը դեպի անդունդ գնում, չի նշանակում դա ճիշտ է։ Իրանի շուրջ ստեղծված վիճակի ու հարևան երկրում հայերի մասին է խոսել Զարեհ Սինանյանը։ Հանձնակատարն ասել է, որ իրանահայերի հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսին չկա։ Իրենք պարբերաբար կապ են հաստատում հայերի հետ, վիրավորների մասին հստակ տեղեկություն չունեն։ Մարդիկ տանն են մնում ու փորձում են զգույշ լինել։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգույշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Վիրավորներ կամ զոհերներ հայերի։ Խոսք կար, որ թեթև վիրավորներ կային 2 հոգի, բայց կրկին տեղեկությունները այնքան իրանահայերի թեթև վիրավորներ կային, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը, հաճախ ասում են, հետո երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնում ենք, փորձում ենք հաստատել, բարձում է որ կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ տեղյակ չեն։ Չէ, հաստատված չի։ Իշ մեկ այդ ընդվզումների քաղաքական շարժման ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, թե քանի զոհված հայեր կային եւ այլն, բայց վերջում պարզվեց ու փաստորեն այդ ուռճացված թվերը մեղմ ասած իրականության չէին համապատասխանում։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հնարավոր է ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա։ Կենտրոնական բանկի նախագահն է հայտարարել լրագրողների հետ հանդիպմանը։ Մարտին Գալստյանի խոսքով հնարավոր է գնաճը կազմի 1.2-ից 1.7%, ինչի պատճառը նաև նավթի գինն է։ Մարտին Գալստյանը մանրամասնել է իրավիճակի հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա։ Մենք փորձել ենք գնահատել, թե Մերձավոր Արևելքի հակամարտության սրման արդյունքում ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում գնաճի վրա, ու մեր գնահատականներով դա կկազմի մոտ 1.2-ից 1.7%, ու դուք տեսնում եք ենթակոմպոնենտները դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլ ընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7%։ Ինչ վերաբերվում է վերջին իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա այդտեղ մի քանի ուղի կա, որոնք մենք մեր այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք։ Ուղիներից առաջինը ու թերևս երևի թե կարևորներից մեկը դա կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության եւ ընդհանուր
օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական աճի եւ ընդհանուր տնտեսական զարգացումների վրա։ Մեր գնահատմամբ հակամարտությունը, որը որ կա միջին արևելքում այս պայդրությամբ, ինքը ավելացնում է ստագֆլյացիոն ռիսկերը, այսինքն մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի եւ տնտեսական զարգացումների վրա։ Ուստի մեր քննարկումների ընթացքում մենք այդ կոմպոնենտին բավականին մեծ կշիռ ենք տվել քննարկման ընթացքում, այդ B տիպի սցենարների մատերիալիզացիայի մի ուղի է, բայց կարևոր ուղի։ Երկրորդը, ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությունում հնարավոր ազդեցություններին, եթե օրինակ արտաքին պահանջարկը նվազեց, այդ արտաքին պահանջարկը բնականաբար ազդելու է նաև մեր տնտեսության արդյունքների վրա, ու դրանք ոչ միայն տնտեսական են լինելու, նաև մենք խոսել ենք, որ կարող են լինել հոգեբանական խնդիրներ, օրինակ մարդիկ, ովքեր որ տրամադրվել էին, որ այս տարի պիտի այցելեին Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով, կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց։ Երկրորդ խնդիրները, որը մենք նաև կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, դա հայկական ընկերությունների կողմից միջին արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է եւ այդ լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներ։ Գիտեք, որ այնտեղ Միացյալ Արաբական Էմիրությունները վերջին ժամանակաշրջանում Հայաստանի համար հանդիսանում էին որոշակի հաբ, որտեղ արտահանվում էին Հայաստան բերվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների մի մեծ խմբականակ, ուստի մենք կարծում ենք, որ այդտեղ որոշակի ռիսկեր կան կուտակված։ Երրորդը դա ձեր կողմից մատնանշված նավթի գների հետ կապված զարգացումներն են, նավթի գները ունեն ուղղակի ազդեցություն գնաճի վրա, բայց նաև կան երկրորդական էֆեկտներ, որովհետև նավթը կամ էներգակիրները իրանք որոշակի պրոպորցիաներով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը կարող է թանկացնել մեր ապրանքները արդեն առաջարկի տեսանկյունից։ Ու այս բոլոր կոմպոնենտները համադրելով մենք կարծում ենք, որ կան որոշակի ռիսկեր, որ մեզ կարող են տանել ավելի ցածր գնաճային ուղղությամբ, որը պայմանավորված կլինի հենց ցածր պահանջարկով, եւ կան նաեւ գնաճային ռիսկեր, այդ փլմոր մենակ արտաքին շուկաների մասին եմ ասում, որոնք կարող են մեզ ապահովել գնաճի ավելի բարձր տրայեկտորիա։ Իսկ վերջին զարգացումներն ու աշխարհում կատարվող իրադարձությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ 1 ամսով հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան Իրանի պատերազմի պատճառով։ Ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին, հավելելով, որ կարևոր է իր ներկայությունը պատերազմը վերահսկելու համար։ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հանդիպումը ներկայումս նախատեսված է մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, անցյալ տարվա հոկտեմբերին կայացած նրանց վերջին դեմ առ դեմ բանակցություններից հետո։ Թրամփն ասել է, որ հետաձգումն առաջարկել է բացառապես այն պատճառով, որպեսզի համոզված լինի, որ ինքը տեղում է պատերազմը կառավարելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել մի շարք դաշնակիցներից Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու գործում օգնելուց հրաժարվելու համար։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն Ճապոնիայում ունի 45,000 զինվոր, Հարավային Կորեայում 45,000, եւս 45,000 կամ 50,000 Գերմանիայում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է այս բոլոր երկրները, իսկ երբ նրանց խնդրել են ականազերծող նավեր տրամադրել, նրանք ցանկացել են չներգրավվել։ Այս առումով ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ որոշ երկրներ իրեն խիստ հիասթափեցրել են։ Նա չի նշել այդ պետությունները, բայց ակնարկել է, որ խոսքը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների մասին է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր ենթադրյալ շփումների մասին լուրերը։ Այս մասին նա գրառում է կատարել X հարթակի իր էջում։ Իմ վերջին շփումը պարոն Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել նախքան նրա գործատուի որոշումը սպանել դիվանագիտությունն Իրանի դեմ հերթական անօրինական ռազմական հարձակման միջոցով։
Ցանկացած հակառակ պնդում բացառապես ուղղված է նավթի վաճառքով զբաղվողներին եւ հասարակությանը մոլորեցնելուն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Ավելի վաղ լրատվականները հայտնել էին, որ Արաղչին եւ Ուիթքոֆը վերջին օրերին Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից հետո առաջին անգամ վերականգնել են շփումները։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին իր մահվան վերաբերյալ Իսրայելի պնդումների ֆոնին X-ում հրապարակել է ցավակցական նամակ ուղղված զոհված իրանցի նավաստիներին։ Նրանց հիշատակը հավերժ կմնա իրանական ազգի սրտում, եւ այս նահատակությունները գալիք տարիներին կամրապնդեն Իրանի բանակի հիմքերը զինված ուժերի կառուցվածքում։ Ես հայցում եմ ամենակարող Աստծո ողորմածությունը այս թանկագին նահատակների բարձրագույն աստիճաններ պարգևելու համար, գրել է Լարիջանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ Ալի Լարիջանին զոհվել է իսրայելական զինվորականների գիշերային հարձակման հետևանքով։ Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ մարտի 2-ից ի վեր 1 միլիոնից ավել մարդ է գրանցվել որպես տեղահանված, որոնցից ավելի քան 130,000-ը բնակվում են շուրջ 600 կացարաններում։ Իսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ, մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի մի շարք թաղամասերի։ Մարտի 16-ին Իսրայելի բանակը հայտնել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Հեզբոլահի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 886 մարդ, այդ թվում 67 կին եւ 111 երեխա։ Վիրավորվել է եւս 2141 մարդ։ Բաղդադը եւ Թեհրանը քննարկում են Իրաքի լցանավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդել է Իրաքի լրատվական գործակալությունը հղում անելով երկրի նավթի նախարար Հիյան Աբդուլ Ղանի Աս-Սուադին։ Մենք փոխգործակցում ենք Իրանի հետ իրաքյան մի քանի նավթատար լցանավերի անցումը թույլատրելու հարցում, նշել է նա։ Իրաքն OPEC-ի երկրների շարքում առաջիններից մեկն էր, որը կրճատեց արդյունահանումը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից հետո։ Արտադրության ծավալը նվազել է օրական մոտավորապես մինչև 1.2 միլիոն բարել, նախորդ 4.3 միլիոն բարելի համեմատությամբ։ Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրները Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունը սկսվելուց ի վեր շուրջ 15.1 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել Հորմուզի նեղուցի փակման պատճառով, որը հանգեցրել է միլիոնավոր բարել նավթի մատակարարումների արգելափակման։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք 16 միլիոն դրամով տուն կառուցելու պետական ծրագրով նոր քվոտաներ են սահմանվել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ քվոտան սահմանվելու է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խմբում մոտ 400 շահառու է, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Նախարարությունը նաեւ որոշել է, որ քվոտաներ կսահմանվեն այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնությամբ 10%-ից ավելի տուն է կառուցվել։ Նոր քվոտա սահմանվի այն բնակավայրում, որտեղ 10%-ից քիչ տուն է կառուցվել։ Եվս մեկ քվոտա է սահմանվել, ըստ որի, եթե որևէ բնակավայրի դպրոցում տեղերը 50%-ից պակաս են լրացված, ապա այդ 50%-ի 20%-ի չափով քվոտաներ կսահմանվեն։ Զեկուցվել է, որ ավարտական ակտ ունեցող տների թիվն այս պահին 272 է, իսկ առհասարակ Հայաստանի տարբեր բնակավայրերում պետբյուջեի միջոցների հաշվին ընդհանուր 3700 տուն է կառուցվում այս ծրագրով։ Ավարտական ակտ ունեցող, որը մեր համար պետության համար դե յուրե ակտը 272 տուն է, բայց մենք գիտենք բազմաթիվ տներ, որ ավելի շատ են ավարտված եւ ապրում։ Լավ, այդ ավարտական ակտով ֆիքսենք 200 ընթացումը այդ փաստաթղթային պահը։ Հիմա բայց նաեւ պետք է Աստացի 2272 տան մասին խոսքը։ ներառյալ ավարտվածները Պրոցեսում կամ ավարտված։
կառուցման process-ում կամ ավարտված, բայց մենք ունենք 2319 հաստատված ծրագիր։ Այո, ավելի շատ կան հաստատված, բայց այդտեղ որոշ քաղաքացիներ պարզապես առաջ չեն գնացել, հա, գործընթացով հաստատվել է, բայց վարկը չի տրամադրվել։ Ինքը շատս շահառու բավարարում է, բայց գործընթացը Այսինքն իրական կյանքում մենք ունենք process 2272 տան։ Այսինքն մենք հանրապետությունում սահմանամերձ եւ հիմա արդեն ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցում ենք 2272 պլյուս 1400, այսինքն եղավ չէ 4000-ից ավել տուն է ստացվում։ Հիմա այս նոր ծրագիրն էլ չէ, որ գումարում են 3820 տավորապես կա։ Այսինքն 2300 գումարած 1400 Հա 2200 3700 տուն ենք մենք կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Առաջարկվում են օրենսդրական փոփոխություններ նախադպրոցական կրթության համակարգը բարելավելու նպատակով։ Փաթեթը նախատեսում է կրթական հաստատությունների ղեկավարների հավատարմագրման գործընթացի միասնականացում, սահմանելով ընդհանուր պահանջներ եւ չափանիշներ։ Միաժամանակ առաջարկվում է նախադպրոցական կրթության տարիքային շեմը սահմանել 4-ից 6 տարեկանների համար, իսկ որոշ բնակավայրերում 3-ից 6 տարեկանների ընդգրկում։ Օրենսդրական փաթեթը քննարկվել է ազգային ժողովի հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նպատակն է ընդլայնել երեխաների մասնակցությունը նախադպրոցական կրթությանը եւ ապահովել դրա հասանելիությունը։ Պետք է ասեմ, որ միջազգային տարբեր հետազոտությունները, այդ թվում մեր երկրում անցկացված, ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածությունը էապես ազդում է երեխայի հետագա արդյունքների վրա դպրոցում, եւ այդ իմաստով է նաեւ, որ կառավարության ծրագրի կարևոր թիրախ էր հասանելիության մեծացումը մեր երեխաների համար նախադպրոցական կրթության ծածկույթի ամբողջականության ապահովումը։ Եվ այս տրամաբանության մեջ մենք առաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն տարիքային շեմը վերանայել եւ նախակրթարանները նախատեսել ոչ միայն 5 տարեկանների համար, այլ 4-ից 6 տարեկանների համար։ Սա ինչ կարևոր նշանակություն կունենա, որ այն վայրերում, որտեղ որ դա բնակավայրի միակ նախադպրոցական հաստատությունն է, երեխաները կունենան ավելի վաղ ընդգրկվելու հնարավորություն, մասնավորապես եթե մենք խոսում ենք բնակավայրի միակ հաստատության մասին, այսինքն կա դպրոց, որի շրջանակներում գործում է նախակրթարան, նրանք կարողանան ավելի վաղ փուլից աշխատել երեխաների հետ, 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկում ապահովել, իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք հաճախ ունենում ենք մանկապարտեզների ծանրաբեռնվածություն եւ ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել մանկապարտեզներում 4-ից 6 տարեկանների եւ սա հնարավորություն կտա, որ էլի երեխաները ավելի վաղ փուլում կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել, պատրաստվել դպրոցին, սոցիալականացվել եւ սա վստահաբար նրանց հետագա դպրոցական արդյունքի վրա կունենա շատ էական ազդեցություն։ Հանձնաժողովում քննարկվել է նաև մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանող կոնվենցիայի վավերացման հարցը։ Հայաստանը մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել է 2014-ին։ Նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ կոնվենցիան մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանելու հնարավորություն է ընձեռում։ Կարգավորումներ են նախատեսում խրախուսելու մարզական կազմակերպություններին, խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին եւ յուրաքանչյուր այլ կազմակերպությանը մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու ընթացակարգեր ու կանոններ սահմանելու համար, այդ թվում ազգային օրենսդրության համապատասխանեցման միջոցով։ Մասնավորապես դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում, արգելելով մրցումներում ներգրաված շահառուների խաղադրույքներ կատարելը, ինչպես նաև ներքին տեղեկատվության չարաշահումը։ Նախատեսվում է ստեղծել հսկիչ հանձնաժողով, որը նաև ամեն տարի երկրից զեկույց է ստանալու այնտեղի իրավիճակի եւ արձանագրված հարցերի վերաբերյալ։ Հետագայում օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն կլինի։ Իսկ կարևոր եմ համարում, որ այս կանոնները լինեն մեր երկրի համար գործող կանոններ եւ դրանով իսկ մենք ամրապնդենք նաեւ
Հայաստանի Հանրապետության դիրքը սպորտային քարտեզում որպես սպորտի էթիկական բարձր չափանիշներին հետևող եւ այդ չափանիշների համաձայն նաեւ սպորտային մրցաշարեր կազմակերպող երկիր։ Պետք է նշեմ, որ ակնհայտորեն այս կոնվենցիայի վավերացումը կարող է բերել հետագայում մեր որոշ օրենքների վերանայմանը, ինչպես օրինակ խաղային գործունեության մասին օրենքի վերանայումն է, եւ մենք պատրաստ ենք նաեւ հետագա աշխատանքին հաշվի առնելով կոնվենցիայի դրույթները։ Մոտ 10 տարի առաջ էր կարծես ֆուտբոլում եղավ նման միջադեպ մրցավարների կողմից պայմանավորված խաղերի, հիշում եմ ցավոք սրտի այն ժամանակ ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ պատժողը ինքն նաեւ կպատժի, կարծում եմ կոնվենցիան լավ առիթ է, որ հետագայում մեր օրենքներով դա ինստիտուցիոնալ մակարդակի բերենք։ Այդտեղ կար նաև մի խնդիր, այդ թվում ֆուտբոլի ֆեդերացիայից են ինձ բարբերաբար այս մասին ասում, հաշվի առնելով, որ այդ պայմանավորված խաղերի այդ հակամրցակցային իրավիճակը հայտնաբերել է Իրանից պահանջում է որոշակի օպերատիվ գործողություններ, որին բնականաբար հասարակական կազմակերպությունները չեն կարող տիրապետել։ Առաջարկ կար նաև, որ հետագայում, եթե քրեական օրենսգրքում պետք է նախատեսվի սրանից բխող պատիժներ, դա դարձնենք գոնե միջին ծանրության հանցանք, որպեսզի ՕՀՄ-ն գործի, այսինքն որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան այդ գաղտնալսումների եւ այլ օպերատիվ հետախուզական միջոցներով բարձել արդյոք կա այդտեղ որևէ կապ, թե ոչ, սա ասում եմ, որ հետագայում մենք նույնպես նկատի ունենանք, որովհետեւ իսկապես դա խաթարում է արդար մրցակցությունը իր հետ բերելով բնականաբար շատ վատ հետևանքների։ Այլ թեմաներ խորհրդմոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան 2 ամսական փոքրիկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Արաբկիր բժշկական կենտրոնից հայտնում են, որ կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երեխան վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է բժիշկների հսկողության տակ։ Երեխան բուժկենտրոն էր տեղափոխվել 3 Արարատի մարզից կլինիկական մահ ախտորոշմամբ։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ սպանության փորձի հատկանիշներով։ Դատարանը վերացրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի նկատմամբ տնային կալանքը։ Այն փոխվել է վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը Գարեգին II քրոջ որդին է, որը մեղադրվում է 2 հոդվածով։ Ընտրական իրավունքը խոչընդոտել է, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով եւ հավաքներին մասնակցելուն հարկադրել է, կրկին լիազորություններն օգտագործելով։ 2025-ի հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը եւ թեմի մի շարք այլ հոգեվորականներ։ Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվել էր։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի ծառայողներն առաջին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված մարմինը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակն Արմավիր քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։ Շամշյանի տեղեկություններով մահացածը մոտ 40-ից 45 տարեկան տղամարդ է։ Եվ այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է։ Գագիկ Սուրենյանն է հայտարարել եւ տեսանյութ հրապարակել։ Հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետեւ օդորական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է։ Առաջիկա 3 օրերին հարավարևմուտքից տաքոթային հոսանքների ներթափանցման պայմանավորված օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա եւս 4-ից 6 աստիճանով եւ լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչեւ +10, նախալեռնային հատվածներում մինչեւ +15, իսկ հովտային գոտիներում այդ թվում նաեւ Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչեւ +17-ից 18 աստիճան տաքության։ Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 20-ից միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցման պայմանավորված տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն, լեռնային մարզերում կտեղափոխվեն, հովտային եւ նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անց վերլուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։